Կառուցապատողն այլևս չի կարող բնակիչներին խաբել ու նախագծով խոստացած կանաչ բակի կամ լողավազանի տարածքն ասենք ավտոկայանատեղի դարձնել, դա էլ ծախել։ Մարդկանց բողոքները հաշվի առնելով քաղաքաշինության կոմիտեն ոլորտում խաղի նոր կանոններ է սահմանել, ներկայացնում է կառույցի ղեկավարը։ Եթե կառուցապատողը բաց օֆերտայի ընթացքում ասել է, որ 3000 օրինակ քառակուսի մետր տարածքի վրա շենք եմ կառուցելու իր բարեկարգ բակով, հարմարություններով, այս 3000 քառակուսի մետրը ոչ շինարարության ընթացքում, ոչ էլ շինարարությունից հետո այլևս չի կարող դառնալ օրինակ 2500 քառակուսի մետր։ Շինարարներն առաջիկայում ստիպված կլինեն նաև օդի աղտոտման իրենց բաժինը կրճատել, որպեսզի քամուց կամ բեռնատարի շարժից փոշի չբարձրանա, այս մայիսից պետք է շինհրապարակի ներսի ճանապարհները բետոնած լինեն, հարակից գոտին խճապատ, տարածքում էլ գոլորշուտ հնդանոթ աշխատի։ Փոշե ճնշիչ, փոշե զսպիչ եւ ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառության պարտադիր պահանջ ենք սահմանել, որ բոլոր շինհրապարակները պետք է կահավորված լինեն դրանով։ Խախտումներով աշխատելն այլևս ձեռնտու չի լինի, քանի որ երկիրն այս տարվանից շին ոլորտի կազմակերպությունների վարկանշում է սկսելու։ Շենքի շահագործում ուշացնողը ցածր ռեյթինգ կստանա, կզրկվի պետական ծրագրերին մասնակցելու իրավունքից։ Մեկ այլ նորամուծությամբ Հայաստանը սկսում է տեղայնացնել քաղաքաշինական եվրոպական նորմերը, ինչն ըստ Եղիազար Վարդանյանի գրեթե կբացառի անորակ շինարարության իրականացումը կամ շուտ կբացահայտի անորակ շինարարության երևույթները, եթե դրանք տեղի կունենան։ Նախորդ տարվա ամփոփիչ թվերից շինարարությունը շարունակում է տնտեսության շոքեքարշ լինել։ Ոլորտում 11 ամսվա տվյալով 20%-ից ավելի աճ կա, իրականացվում է 645 միլիարդ դրամի կառուցապատում։ Ինչպես նորակառույց, այնպես էլ հին շինությունների համար կոմիտեն առայժմ կամավոր շենքերի անձնագրավորման ծրագիր է մեկնարկում։ Գնահատումից հետո այն մարդկանց հնարավորություն կտա QR-ի միջոցով իմանալ կառույցն ինչ որակի վիճակի է, արժե այդտեղ բնակարան գնել կամ ապրել։ Սեյսմիկ ռիսկի պահանջները մի կողմից խստացնելով, մյուսից երկրում հողերի սակավությունը հաշվի առնելով արդեն թույլատվում են մանկապարտեզը 4 հարկ, դպրոցը 5, բուժկենտրոնը 9 հարկ ունենա։ Կմեղմեն նաև սեփական սեկտորի կառուցապատման հարցը, թվարկում է Եղիազարյանը։ Թույլ ենք տալու նորմերի մեջ համապատասխան փոփոխություն իրականացնելով, որ քաղաքացիները իրականացնեն կառուցապատում 200 քառակուսի մետրից ավել հողակտորների համար, հողակտորների վրա։ Սա առաջիկայում փետրվարին այդ փոփոխությունները կլինեն։ Շինթույլտվություններն ի դեպ ուղիղ 1 տարի է ամբողջ երկրում օնլայն են տրվում թվային հարթակի միջոցով։ Տավուշի ու Վայոց ձորի մարզերից սկսվել է քաղաքաշինական գեոպորտալի համալրումը բոլոր պահանջներով ու մանրամասներով բնակավայրերից մեկի օրինակով ցույց են տալիս կոմիտեում։ Տեսեք, տանիքի թեքությունը, գործակիցը։ Մենք ստեղ գույներ ենք ներառում, տանիքին ներկայացվող գույներ, ֆասադներին ներկայացվող նյութեր։ Ըստ Եղիազարյանի լուծել են նաև դեբեդի վարարումից հետո բացահայտված արագ հավաքվող մետաղական կամուրջների դեֆիցիտի հարցը։ Շուտով դրանց տեղական արտադրություն կունենանք։ Խոշոր տուրիստական նախագիծ կդառնա Սևանում Հարսնաքարից մինչև Թերակղզի 2.8 կիլոմետրանոց ճեմուղու կառուցումը։ Կունենանք բավականին գեղեցիկ եւ հարմարավետ ճեմուղի, իսկ ճեմուղու հարակից հատվածում կունենանք համայնապատկերային վերելակ, որը հնարավորություն կտա հասանելիություն ապահովել դեպի Սևանավանք։ Հայտարարում են ճեմուղու կառուցումը կսկսվի այս տարի։ Հերմինե Բաղդասարյան, լուրեր։